Բարև Ֆակտոր TV հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն է, ողջույն, պարոն Ղուկասյան։ Աշխարհում լարվածության թիվ 1 կետը կարծես թե տեղափոխվում է մեր շատ մոտ երկրին, Իրանին, Չի հեռանում մեզանից։ Չի հեռանում, այո, պտտվում է, հա, նախագահ Թրամփը Միացյալ Նահանգներին ասում է, դեռ հույս ունենք Իրանի հետ համաձայնության հասնելն է, գիտենք, որ ամերիկյան ռազմանավերը մոտեցել է Իրանին եւ Խամենեին զգուշացրել է, որ ավելի լայն հակամարտության կվերաճի, եթե ԱՄՆ-ն զենք կիրառի, բայց դե Թրամփը, գիտեք, բնավորությունը ասում է, եթե չլինի համաձայնություն, պարզ կդառնա արդյոք Խամենեին ճիշտ էր ասում, թե ոչ, ըստ ձեզ ուր է զարգանում իրավիճակը, պատերազմական կոնֆլիկտային իրադրություն Իրանի շուրջ, թե բանակցություն դեռ հնարավոր է, ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ նախորդ հարվածը Իրանին չհասավ իր արչև դրված բոլոր թիրախներին եւ այդ խնդիրը եւ Իսրայելի եւ ԱՄՆ-ի արչև մնաց, որ Իրանի թե ռազմական ներուժը, թե երկրի ներսում քաղաքական ռեժիմը պահպանելու ներուժը դեռ պահպանվում է եւ մենք այս վերջերս այսպես դաժան տեղեկությունների ականատես եղանք Իրանում բողոքի ցույցերի ցրելու ժամանակ հազարավոր զոհերի պաշտոնական թվալները հիմա վիճարկվում են 3000-ից ավել եւ ասում են որ արդեն 6000 հաստատված անձնավորությունները հաստատած զոհեր կան եւ այդ թիվը աճում է կան պրոգնոզներ, որ կանխատեսումներ մոտ 25-30 հազար կարող է լինել, դա իհարկե դուք պատկերացնում եք որևէ մի քաղաքական ռեժիմ, որ իր սեփական ժողովրդի հետ մտնում է այսպիսի առճակատման մեջ մի կողմից, մյուս կողմից էլ այդ ռեժիմի գոյությունը շարունակում է միջազգային հարաբերությունների համար թունավոր գործոն լինել։ Խնդիրը Տրամփը չի, մարդիկ նույնականացնում են պետությունը գործադիր իշխանությունների ղեկավարների հետ, մեր հասարակությանը դա բնորոշ է։ Հասկանալի է, որ նման որոշումներ թե տեխնիկական առումով, ռազմական պլանավորման, թե քաղաքական պլանավորման առումով պատրաստվում են տևական ժամանակ։ Խնդիրը այսօր երևի այս պահի դրությամբ ստատուսը իրավիճակի հետևյալն է, որ կա որոշում հարված հասնել Իրանին, հավանաբար թիրախավորված են Իրանի հրթիռային բազաները եւ հավանաբար թիրախավորված են նաեւ վերնախավը Իրանում գործող ռեժիմի եւ այստեղ հիմա խնդիրը կայանում է նրանում, ստատուս իրավիճակի ըստիս կայանում է նրանում, կհաջողվի կընդունի վերջնագիրը Իրանի իշխանությունները կընդունեն, թե չեն ընդունի։ Վերջնագիր ընդունելը ռեժիմի փլուզման պես մի բան է, ինչու այդքան կարծր դիրքորոշում ունենալ այս ճնշումները պահպանելով սեփական։ Եթե ընդհանուր վիճակին նայենք, ռեժիմների փլուզման ժամանակ միշտ եղել է քաղաքագիտական առումով կարևոր խնդիր անցումային փուլ։ Այո։ Իրանում այս բողոքները մեծ ծավալ ստացան, որովհետև այդ խնդիրը քաղաքական առումով լուծված է, առաջադրված է տեխնացու, ով կարող է անցումային շրջանը ղեկավարել։ Դա նախկին, շախի որդին է, որի կոչով եւ հունվարի 12-ին միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ տեղի ունեցան ամենադաժան ցույցերը ցրելու դեպքերը, երբ որ հազարավոր մարդիկ վնասվեցին, տուժվեցին, զոհվեցին եւ այլն։ Այս իրավիճակը իհարկե քաղաքական պլանավորման տեսակետից չի կարող անավարտ մնալ, ռեժիմը Իրանում դիտվում է որպես հիմա խնդիր, որը որ պիտի անպայման իր լուծումը ստանա, կամ կհամաձայնվեն խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնել անցումային կառավարությանը Իրանի ղեկավարները, կամ եթե դա չհամաձայնվեն, իհարկե կլինեն հարվածներ, այսինքն պարզապես այդ մեքենան, այդ ռազմական մեքենան, որը որ գործի է դրված, հրահանգները տրված են,
լոգիստիկ չէ մասշտաբային գործողությունները կատարված են, դա չի կարող անարդյունք ավարտվի։ Կներեք, պարոն Ղուկասյան, հատկապես որ Իրանի արտաքին, այսպես ասենք, շոշափուկները բավականին թուլացած են, այդ ազդեցության գործիքակազմերը, լինի Հեզբոլլա, լինի այն մյուսները։ Եթե նայենք աստիճանաբար, այո, գալիս էր ու հիմա իրենք ներսից են թուլացել, սեփական հանրության մի մասի հետ խնդիր ունենալով, բայց կա նաև, այո, Իրանի իսլամական պահապանների այդ հեղափոխության պահապանների կորպուսը, որը կարծես թե լինելով ռազմականացված կառույց, արդյոք հաղթահարելի խոչընդոտ կարող է լինել, ինչ է կարծում։ Տեսեք, հենց այդ կառույցը իրեն հակադրեց հանրությանը, այսինքն վերջի բողոքների ցույցերը ցրելու, խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ ինքը ըստ էության դուրս եկավ հանրության դեմ։ Եթե մենք փորձենք հիշել, ճիշտ հիշենք Սիրիայում իրադարձությունները, չափազանց ավելի փոքր չափով զոհեր ցույցերը ցրելու ժամանակ բերեցին ապստամբության Սիրիայում եւ հետագա քաղաքացիական պատերազմի։ Այսինքն այսօր Իրանը ճոճվում է այդ քաղաքացիական պատերազմի եզրին, որովհետեւ հազարավոր ընտանիք ունեն տուժածներ, կորուստ կորցրել են իրենց հարազատներին, ունեն վիրավորներ եւ ավելի ինչը որ մեծ գործոն է, գտնվում են վտանգի մեջ։ Եթե ռեժիմը հիմա չտապալվի, պահպանվի, հազարավոր մարդիկ Իրանում ռիսկ ունեն կալանավորվելու, ենթարկվել ռեպրեսիաների, ռեժիմը չի կարող թողել անհետևանք այդ իրադարձությունները։ Հիմա իրավիճակը մի տեսակ արտաքին ազդեցությունով այդ ռեպրեսիաների իմաստով կոնսերվացված է, բայց դա չի նշանակում եւ մարդիկ այդպես են հասկանում, որ իրենց ժողովրդական լեզվով ասած քթից կհանեն այդ բողոքներում մասնակցելը, այդ ցույցերում մասնակցելը եւ նամանավանդ որ սեղանին դրված է այդ խաղակարգը, որ եղել են հարձակումներ քսիրի իսլամական կորպուսի պահապանների կառույցների վրա 300-ից ավել ծառայող է զոհվել պետական եւ այլն, այսինքն ռեպրեսիաների համար այսպես դաշտը բաց է եւ հանրությունը իհարկե սպասում է Իրանում, հանրությունը վախով նայում է դեպի ապագա, որովհետեւ ինչպես դուրս գալ այդ իրավիճակից, շարունակություն ունենալ ինքը չի բնականon շարունակություն, այսինքն ասել դե լավ բան չի եղել, մոռանանք ամեն ինչ, ապրենք սովորական կյանքով, անհնար է։ Դրանից հետո կամ պիտի լինի արդեն ներքին ապստամբություն եւ քաղաքացիական պատերազմ, կամ հիմա կհաջողվի փոխել կառավարությունը, ցանկալի է իհարկե, որ այդ տեղի ունենար խաղաղ ճանապարհով, այսինքն Այաթոլլան եւ իր համախոհները համաձայնվեին խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։ Բայց արտգործնախարարը Արարողջին ասում է ֆանտազիայի պես մի բան է ռեժիմի փոփոխությունը սпасել է Իրանում։ Դե ծանոթ ենք չէ՞ մենք այդ պահվածքին։ Որքան պոպուլիստական ղեկավարության վերնախավի որքան վիճակը թույլ է, այդքան անպագորգոր, այսպես ասած, նորից մարտի 1 եք ուզում, հիշում եք, չէ՞։ Դե Մադուրոն էլ ասում էր տղա ես, արի ինձ ձերբակալի, փաստորեն տղա է։ Այսինքն դա օրինաչափություն է։ Բայց ասում են Իրանը եւ Վենեսուելան մի համեմատեք, Իրանում ավելի, եթե Վենեսուելան իհարկե ուղիղ համեմատություններ անել պետք չի, բայց կա օրինաչափություն։ Ճգնաժամի մեջ գտնվող վերնախավերը սկսում են համարձակ եւ այսպես անպագորգոր հայտարարել իրենց գալիք անպարտելիության։ Մենք ապրում ենք չէ՞ դրա մեջ հիմա էլ։ Եթե չեմ սխալվում։ Այսինքն դա գործոն չի, որի վրա կարելի է անել այսպես ասած հաղադրույք, պետք է հասկանալ ինչն է էությունը, որն է օրակարգը։ Օրակարգը հետևյալն է։ Դրված է հարց, որ Այաթոլլան եւ իր վերնախավը պետք է հանձնեն իշխանությունը անցումային կառավարությանը եւ իրենք դա կամ կանեն կամ եթե չեն անի կստանան հարված։ Նայեցեք, Թրամփի ասած գործարքը, երբ որ ասում են գործարք, դրա մասին է խոսքը։ Դրա մասին է, ոչ թե կամ ոչ միայն միջուկային գործարքի, հա։ Իհարկե, անիմաստ է, տեսեք, անիմաստ է խոսել միջուկային գործարքի մասին Պուտինի հետ։ Անիմաստ է խոսել միջուկային գործարքի մասին Այաթոլլայի հետ։
անիմաստ է խոսել միջուկային գործարքի մասին Հյուսիսային Կորեայի վերնախավի հետ։ Դա անիմաստ գործընթացներ են։ Իրենք չեն այս նշված սուբյեկտները քաղաքական, իրենք չեն հրաժարվում բանակցություններից, բայց իրենք մտադիր չեն գործարք կնքելու։ Եվ այստեղ բոլոր այս նշված օրինակներում առաջ է գալիս արդեն անհրաժեշտություն փոխել ռեժիմները, առաջ բերել անցումային կառավարություններ, որոնք որ համաձայն կլինեն դրան։ Ռուսաստանի դեպքում մենք տեսնում ենք, որ Պասեն ճանաչեց Կասպարովին եւ Խադարկովսկու գլխավորած խումբը որպես Ռուսաստանի պատվիրակություն։ Դա երկրակի լեգիտիմության ուղղությամբ արվող քայլ է, այսինքն այստեղ տեսնում ենք նույն մոդելն է, նույն մոտեցումն է, սկզբից ձևավորվում է գալիք անցումային կառավարության հնարավոր քաղաքական կենտրոն, որը որ եւ դառնում է գործոն երկրի ներսում ինչ որ process-ների համար։ Եվ Իրանում հիմա զինվորական վերնախավը կանգնած է հետեւյալ ընտրության առջև։ Տարբերակ A. Այաթոլլան համաձայնվում է իշխանությունը փոխանցել։ Տարբերակ B. Չի համաձայնվում իշխանությունը փոխանցել, բայց ռազմական վերնախավը հեղաշրջում է անում, հեռացնում է այաթոլլային եւ իր ամախոհներին եւ բերում է անցումային կառավարություն։ Զինվորական վերնախավը երբեք չի կարա հաջողության բերի ապստամբությունը, կարող է հասնել ապստամբության հաջողության, բայց քաղաքական առումով եթե չկա անցումային փուլի համար ձևավորված լեգիտիմ միջազգային ճանաչված կենտրոն, այդ ապստամբությունը մնալու է քաղաքական առումով անավարտ, բերելու է լավագույն դեպքում կամ ավելի ճիշտ վատագույն դեպքում խունտայի ձևավորման, երբ որ ռազմական ղեկավարները ստիպված են իրենք վերցնել կառավարումը իրենց ուսերին, պատասխանատվությունը իրենց ուսերին, եզակի է լինում, որ դա որևէ հաջողությամբ է հասնում։ Դուք հիմա Պինոչետի երևի օրինակը մտքում վերեցիք, լինում են դեպքեր, բայց դա ավելի դժվար է։ Որպես կանոն անցումային փուլը ենթադրում է, որ պետք է լինեն մարդիկ, ովքեր որ կարող են ունենալ միջազգային լեգիտիմություն։ Իսկ ռազմական սցենարը, չէ՞ որ Խամենեին դա էր ակնարկում, որ ավելի լայն հակամարտություն, Իրանը ինչ պոտենցիալ ունի ավելի լայն ռազմական հակամարտության եւ կնեք ԱՄՆ-ն արդյոք կուզենա նման հակամարտության մեջ մտնել եւ դա ինչ կարող է նշանակել։ Այստեղ արդեն նաեւ ներքին վիճակը ԱՄՆ-ում պետք է շոշափենք։ Աֆղանստանից ֆոբիան ամերիկյան հասարակության նարատիվներ են, որոնք որ դրվում են շրջանառության մեջ, քաղաքական որոշումների ժամանակ անցյալում տեղի ունեցած սխալները ընդհակառակը հանդիսանում են փորձ հետագայում ավելի արդյունավետ գործելու համար։ ԱՄՆ-ի այսօրվա վարչակազմը ունի հետևյալ հնարավորությունների պատուհան։ Նոյեմբերին լինելու են կոնգրեսում ընտրություններ։ ԱՄՆ-ում իրավիճակը հանրապետական կուսակցության այն դրությունը չի, որ իրենք ենթադրեն, որ վստահաբար կանցնեն այդ կվերարտադրվեն, հայերեն ասած, իրենց մոնոպոլ իշխանությունը։ Ուստի ռազմական ուժ գործադրելու հնարավորությունը հիմա է, մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Բացի դրանից հաջող եւ էֆեկտիվ ռազմական գործողություն իր հերթին ինչ որ կերպ կարող է ազդել ընտրողների վրա։ Եվ այստեղ համընկնում է պետության շահերը վերնախավի քաղաքական շահերի հետ։ ԱՄՆ-ն որպես պետություն ունի պատճառներ, ինչու հարկավոր է միջամտել Իրանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ինչի առհասարակ Իրանը ԱՄՆ-ի համար դիտարկվում է որպես հակառակորդ, դա պայմանավորված է խորագույն շատ, այսպես ասած, երևույթներով, ովքեր են ԱՄՆ-ի դաշնակիցները, ինչպես է կազմակերպված միջազգային էներգետիկ շուկան, որն է դերը արաբական պետությունների այդ շուկայում եւ այլն, ԱՄՆ-ի պատասխանատվությունը եւ այլն։ Որպես կանոն սովորաբար կա եւ այսպիսի գործոն, երբ Իրանի հարևան պետությունները խնդրում են ԱՄՆ-ին զերծ մնալ կոպիտ գործողություններից։ Եկեք այստեղ մեր համատեքստից էլ խոսենք։ Եթե կա այդպիսի համատեքստ։
Մեր դեպքում չկա հավանաբար, որովհետև մեր քաղաքական վերնախավը չի գտնվում այդ իրադարձությունների մակարդակին, որ Վենսն է այցելում Հայաստան։ Ունենա որպեսզի ունենա օրակարգ նման դրության մեջ ինչպես պահել։ Բայց Սաուդյան Արաբիան, Կատարը, մյուս պետությունները, ԱՄՆ-ի դաշնակիցները տարածաշրջանում իրենք արձագանքում են այաթոլլահի այդ հայտարարություններին ռեգիոնալ պատերազմ, դա ինչ է նշանակում, դա հարվածնել ամերիկյան բազաներին, բոլորին, որտեղ ամերիկյան բազա կա, հա։ Եվ ըստ երևույթի ոչ միայն դա շանտաժ է, որպեսզի դա վերջի միջոցն է ռեժիմի, այսինքն փորձել արաբական պետությունների թիկունքը մտնել եւ այսպիսով ինչ որ ձևով փորձել կասեցնել, դանդաղեցնել այդ մեքենայի այդ արդեն ռազմապետական, հա, ռազմաքաղաքական մեքենայի աշխատանքը, որը որ իրենց դեմ է։ Ստեղ էլ նույնպես կան հարցեր, արդյոք սպառված չի այդ կարողությունը, որովհետեւ եթե մի քանի անգամ արդեն արաբական երկրները փորձել են միջամտել եւ այսպես ասած նպաստել են դրանով Իրանի ռեժիմին, ամեն անգամ եւ նվազում է հաջորդ անգամվա համար նման փաստարկներով հանդես գալ։ Հիմա հավանաբար կա այսպես տրամաբանություն, որ Շմեկտ շարժում կար հիմա Հայաստան, որի հիմա է իսկապես եկել այն ժամանակը, երբ պետք է մի շարք պատճառներով, օբյեկտիվ պատճառներով Իրանում ստեղծված ներքին իրավիճակը, որը որ ավելի վտանգավոր հետևանքներ կլինի, եթե Իրանում սկսվի քաղաքացիական պատերազմ, դրա հետևանքները բոլորի համար տարածաշրջանում կլինեն ավելի վատ, որովհետև Իրանը մեծ հրթիռային պոտենցիալով երկիր է, այս պահի դրությամբ բավականին խոշոր զինված ուժեր ունի եւ այլն, եթե այդ ամբողջը բախվի իր ներսում, նույն հարևանների համար հետևանքները կլինեն ծանրագույն, ոչ միայն փախստականների մասով եւ խզված տնտեսական լոգիստիկ կապերի մասով, այլ նաեւ այդ երկրներում կարող են շարունակություններ ունենալ Իրանում քաղաքացիական պատերազմի արդյունքները, հետևանքները եւ ընթացքում էլ կարող են ներգրաված լինել, որովհետեւ կա փոխկապակցվածություն իսլամական երկրում, չէ, շիական շարժումներ եւ այլն, այդ ամենը գործոններ են, որոնք որ սեղանին դրված են, հաշվի են առնվում ԱՄՆ-ի կողմից, եվրոպական պետությունների կողմից, եվրոպական պետությունները եւս հանդիսանում էին Իրանի ռեժիմի համար այսպես գործընկեր, որովհետեւ Եվրոպան կողմնակից էր էվոլյուցիոն ճանապարհով ժողովրդավարական ժամանակի մեջ փոփոխությունների եւ կարծես թե այն բանաձևներ դրված, որ այաթոլլան տարեց մարդ է, ինքը ժամանակի հարց է, չխոչընդոտել իրեն, այսպես ասած, իր առաջնորդությանը մինչև իր կյանքի ավարտը եւ դրանից հետո փորձել Իրանում, այսպես ասած, ավելի ակտիվ ժողովրդավարական փոփոխություններ, ավելի աշխարհիկ պետություն այնտեղ հաստատելու համար։ Այն որ Իրանի հասարակությունը այլևս չի ուզում տեսնել Իրանի իսլամ պետության անվանման մեջ իսլամական բառը, դա կարծես թե մեսիջեր այս վերջի ցույցերի։ Այո, գնայք նաև այս համակարգը քաղաքական Իրանում ստեղծվել է քանի կես դար առաջ, չէ՞, բայց այս շրջանում ինքը բարեփոխումների չի ընդհանրելով 47 տարվա հեղափոխության նաև երիտասարդների համար, չէ՞, երիտասարդներ, որոնք ազատ 47 տարի առաջ տեղի ունեցավ հենց այս օրերս նշեցին ռեֆորմացիա չի տարեդարձը 47-րդ իսլամական հեղափոխության եւ փոխվել է սերունդափոխություն է տեղի ունեցել, աշխարհն է փոխվել, մարդիկ են փոխվել, Իրանի հասարակությունը այդ կրոնական պետության կապանքներից ուզում է ազատվել, ուզում է ժամանակակից աշխարհիկ կյանքով ապրել։ Դա չի նշանակում իմ կարծիքով, որ
Իրանի ժողովուրդը, այսպես ասած, բարոյական դեգրադացիա է ապրում, Խոսքը դրա իր մասին հոգևոր չէ, արժեքներից է հրաժարվում, Անձնական ազատություններ հայրենասիրության բովանդակությունն է այնտեղ փոխվել, մարդիկ այլ կերպ պիտի հիմա հայրենասիրությունը հասկանան ինչ է արժեքային համակարգը։ Ոչ, Իրանի ժողովուրդը հավանաբար պարզապես պայքարում է իր ազատության ընդլայնման, իր ազատությունների ընդլայնման համար, եւ դա բնական process է, դա բնական օրինաչափություն է, որը որ գործում է եւ ռեժիմի դեմ, եւ բոլոր ներքաշվածների դեմ, որովհետեւ դա կամ այդ խնդիրը պիտի իր լուծումը ստանա, կամ մենք բոլորս կունենանք շատ վատ հետևանքներ։ Եկեք ամերիկյան քաղաքականությունից խոսենք մեր զրույցի վերջին հատվածում։ Մենք տեսնում ենք Գրենլանդիայի շուրջ բավականին այսպես սուր երբեմն բանավեճեր Եվրոպայի, ԱՄՆ-ի միջև, Թրամփը վերջերս կարծես որոշել է բացառել ռազմական միջամտություն, բայց գնելու այսպես անհրաժեշտությունից է խոսում, կասկածի տակ է դրվում նաև ՆԱՏՕ-ի ընդհանրապես միասնականություն եւ աշխատունակությունը այս պարագայում, իհարկե նաև չմոռանանք ռուս-ուկրաինական պատերազմը, որով բանակցությունները շարունակվում են ամսի 4-5-ին փետրվարի նոր փուլ կընթանա, ԱՄՆ-ն այստեղ էլ է ներգրաված, չնայած Թրամփի լավատեսությանը պարբերաբար այսպես հնչող մենք դեռևս արդյունքներ չունենք, դուք ընդհանրապես ինչպես է գնահատում, ինչ է անում Թրամփը, հա, մեկ-մեկ լսում ենք, որ նա Պուտինի հետ կարող է ինչ-որ տարածաշրջան կիսել կամ Սիի հետ, Չինաստանի հետ կիսել, բայց արդյոք նրա հավակնությունները ամեն ինչ վերցնելը չի, պարոն Ղուկասյան, եթե կարող ես վերցնել ամեն ինչ, ինչու կիսես։ Ես այսպես կասեմ, ինչ խնդիր է Եվրոպայի օրակարգում։ Եվրոպան ունի խնդիր արդիականացնել Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կոլեկտիվ անվտանգության համակարգ։ Այդ համակարգին հարված հասցրեց Ռուսաստանի Դաշնությունը, եվրոպական պետությունները ունեն խնդիր ԵԱՀԿ-ն արդիականացնել։ Միաժամանակ այստեղ պետք է հաշվի առնենք նորից օբյեկտիվ բնական գործընթացները։ 50 տարի առաջ կամ 70 տարի առաջ, 50 տարի առաջ ԱՄՆ-ն ուներ միջազգային տնտեսության մեջ իր բաժինը կազմում էր 36%, Խորհրդային Միության բաժինը կազմում էր 18%։ Եվ ԱՄՆ-ն եւ Խորհրդային Միությունը գտնվում էին ցառը պատերազմի մեջ, խոշոր մրցակիցներ էին եւ այլն։ Այսօր Ռուսաստանը ունի բաժին միջազգային տնտեսության մեջ 2%, բայց Չինաստանը ունի 18%։ Եվ ԱՄՆ-ի համար բնական է, որ այսօրվա հակառակորդը, կոնկուրենտը Չինաստանն է։ Այնուամենայնիվ Ռուսաստանը շարունակում է լինել ոչ այսպես ասած մրցունակ ռեգիոնալ արդեն մակարդակի պետություն միջուկային զենքով։ Միջուկային զենքի կրճատումը դառնում է ԱՄՆ-ի համար գլխավոր գործոնը, որպեսզի առհասարակ Ռուսաստանը հանել այսպես ասած մրցակիցների ցանկից։ Եվ այստեղ արդեն ի հայտ են գալիս մյուս հարցերը։ Իսկ այդ դեպքում ինչին է պետք ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը Եվրոպայում։ Ինչ ֆունկցիա պիտի կատարեն։ Ինչի է պետք ՆԱՏՕ-ն առհասարակ։ Գրենլանդիայի հարցում եկեք ձին եւ սայլը ճիշտ տեղավորենք։ Երբ որ ԱՄՆ-ն խոսում է, որ ինքը պիտի հռչակում է, որ ինքը պիտի ունենա ինքնիշխանություն Գրենլանդիայի նկատմամբ, դա նշանակում է, որ ինքը ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ։ Չի տեսնում ՆԱՏՕ-ի խողովակով Ոչ, Գրենլանդիայի նկատմամբ։ եթե ինքը դուրս գա հիմա ՆԱՏՕ-ից առանց այնպես ինչպես որ կա, ԱՄՆ-ի համար իսկապես Ատլանտիկ ծովում, օվկիանոսում առաջանում է անվտանգության խնդիր։ Ինքը այնուամենայնիվ ռուսական թեկուզ եւ նվազած զգալիորեն նվազած սպառնալիքը ավելի դժվարությամբ պիտի այսպես ասած կանխի։ Այդ դերակատարությունը այսօր անում է ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն օգնում է ԱՄՆ-ի անվտանգության համար։ Ինչով է օգնում, որովհետև ՆԱՏՕ-ն իր ողջ ինֆրակառուցվածքով եվրոպական պետությունները ստեղծում են ԱՄՆ-ի համար պաշտպանական շերտ։
միջուկային հարվածների դեմ, սուզանավերի գործողությունների դեմ եւ այլն։ Այդ բերը մեծ մասամբ եվրոպական պետությունների վրա է, եվրոպական որտեղ պետությունների տարածքում է դա ծավալվում։ Եվ ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը առաջացնում է այստեղ տարածքային, զուտ տարածքային խնդիր, որ Գրինլանդիան, եթե նայենք քարտեզին, իսկապես Ռուսաստանի այդ հակառակ կողմ, հա, բուֆերը կարծես էլի տարածք է, հա, պլացդարմ է, որ կարող է ըստ հանրապետականների կոմպենսացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։ Այսինքն, եթե ԱՄՆ-ն ունի ինքնիշխանություն Գրինլանդիայի նկատմամբ, ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ին արդեն հարկավոր չէ, եւ այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է իր բոլոր ռեսուրսները կուտակել Չինաստանին հակադարձելու համար եւ ողջ խոսքը քաղաքական խոսքը ուղերձը հանրապետականների այս մի տարի եղել է որ եվրոպացիներ դուք ինքներդ ձեր անվտանգության հարցերը կարգավորեք եւ այսպես ասած վիշն կնատորտի այդ Գրինլանդիայի պատմությունը տվեք մեզ մեր Գրինլանդիան Դավոսում չէ հենց այդպես էլ ձևակերպվեց եւ այսպես ասած բաժանվենք դրանով, էլի развод и девичья фамилия։ Ըստ էության խոսք գնում է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ից դուրս գալու պայմանների մասին։ Կարծում եք Թրամփը դրան կգնա, չէ՞։ Եթե մենք խոսում ենք ինչ է հարկավոր աշխարհին, այլ ոչ թե նրա մասին, թե ինչպես են ինչ նպատակներ են իրենց արժեվ դնում հանրապետականները ԱՄՆ-ում, ապա խնդիրը իրականում փոխկապակցված խնդիր է։ Այսօր աշխարհին իրոք աշխարհը հետաքրքրված է որպեսզի նվազի միջուկային զենքի քանակը եւ սառեցվեն այդ պաշարների աճեցման ուղղված հիմա գործողությունները։ Այսինքն միջուկային զենքի կրճատման գործարքը պիտի ներառի եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ն, եւ Չինաստանը։ Դա ազդում է ընթացիկ քաղաքականության վրա, դա պատճառը ինչի Չինաստանը օգնում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, որովհետև ուզում է ժամանակ շահել, որպեսզի իր միջուկային զենքի քանակը հավասարեցնի ԱՄՆ-ի պոտենցիալին։ Բայց դա լավ չի չինական պետության համար, չինական ժողովրդի համար, որովհետև դա ծախսեր են անիմաստ, ծախսեր են, որոնց կարելի է այդ նույն խնդիրները կարելի է լուծել այլ եղանակներով։ Միջուկային զենքի կրճատումը կարող է բերել այն պարիտետը, որը որ կբավարարի որպեսզի որպես զսպող գործոն այն շարունակի իր դերակատարությունը միջազգային հարաբերություններում ունենալ։ Բայց դա ենթադրում է, որ Չինաստանը պիտի այդ գործարքի մասնակից լինի։ Եվրոպայում ակնհայտ է, որ հարկավոր է ԵԱՀԿ-ի վերացում։ Դա հնարավոր չի անել Պուտինի կառավարման հետ կապված, քայլեր են ձեռնարկվում Պուտինին հեռացնելու, իր ռեժիմը հեռացնելու, բայց Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ ուկրաինական պատերազմի հետևանքները, այսպես ասած, ռեաբիլիտացիայի Եվրոպացիները կարող են դա անել առանց Ամերիկայի։ Եվրոպացիները կարող են դա անել, Մինսկի խումբը մշակել է մոդել, դա մադրիդյան սկզբունքներն են, որոնք որ եթե կիրառվեն Ղրիմի, Դոնբասի նկատմամբ, այսինքն հետաձգված որոշակի ժամանակով հանրակվե, միջազգային կառավարում մինչև այդ, դա այն լուծումն է, որը որ կարող է երաշխավորել եւ Դոնբասի եւ Ղրիմի բնակչության իրավունքները եւ միջազգային կանոնները, որ ոչ մի սահման չպետք է ուժով փոխվի եւ դառնա լուծում։ Գնանք ամփոփելով ինչ սպասել էս ճակատում ռուս-ուկրաինական։ Իմ կարծիքով ռազմավարությունը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի այստեղ իհարկե Պուտինի ռեժիմի փոփոխությունն է, որքան էլ Տրամպը ներկայացնի իրեն որպես գործընկեր Պուտինի եւ այլն, բայց եվրոպական գիծը մենք տեսնում ենք եւ Պասեում այդ Կասպարով Խադարկովսկի գլխավորած պատվիրակության ճանաչումը երկրակի լեգիտիմության ստեղծելու ուղղությամբ քայլ է, տեսանք Ռուսաստանի սուր արձագանքը, բոլորի դեմ քրեական գործեր արեցին եւ այլն մեղադրեցին հենց դրա մեջ։ Մեղադրանքը Ռուսաստանի իշխանությունների
ներկա այդ նշված խմբի անդամներին պետական հեղաշրջում ծրագրավորել։ Բացարձակ ճշմարտություն է։ Ինչ վերաբերվում է աշխարհի երկրորդ հատվածին, ինչպես կարգավորել հարաբերությունները ասիական ռեգիոնում, այն ինչի համար ԱՄՆ-ն ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ եւ արճակատվում է ՆԱՏՕ-ի պայմանագրի հետ, որովհետեւ նույնիսկ ուժի սպառնալիքը դա արդեն ՆԱՏՕ-ի կոնվենցիայի խախտում է։ Իհարկե եւ այստեղ Ասիայում նույնպես պիտի Եվրոպայի օրինակով ձևավորվի համագործակցության եւ կոլեկտիվ անվտանգության կոնվենցիա։ Այսօր տարածաշրջանում խոչընդոտը դա Հյուսիսային Կորեայի ռեժիմն է, այսինքն Հյուսիսային Կորեայի Պուտինի ռեժիմի հեռացումը, Հյուսիսային Կորեայի ռեժիմի հեռացումները մարդկությանը ճանապարհ են բացում առանց զենքի, այսպես մրցավազքի, առանց մխրճվելու այդ սառը պատերազմի արդեն, ԱՄՆ, Չինաստան ուղղությամբ եւ մնացած բոլոր բացասական հետևանքների ոչ միայն այսպես ամփոփել եւ դրական դուրս գալ Եվրոպայում տեղի ունեցած կոնֆլիկտից վերահաստատել ԵԱՀԿ-ի դիրքերը, այլ նաեւ հաստատել այդ նույն կանոնները, խաղի կանոնները Ասիայում։ Խոչընդոտը, ինչպես ասացի, Հյուսիսային Կորեայի ռեժիմն է, իսկ բանալին գտնվում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի ձեռքերում։ Միայն այդ երկու պետությունները միասին կարող են այդ խնդիրը լուծել։ Չինաստանը վերահսկում է Հյուսիսային Կորեայի ռեժիմը պրակտիկորեն, ԱՄՆ-ն իր զորքերը պահում է տարածաշրջանում սպառնալիք է Չինաստանի համար։ Եթե իրենք գան սովորական սպառազինությունների հարցում տրամաբանական պայմանագրի, ինչպես Եվրոպայում կարևոր է, որ խաղաղությունը հաստատելուց հետո վերականգնվի սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը։ Այստեղ Հայաստանը ի դեպ ունի կարևոր խնդիր, որովհետև մեր հարևանը Թուրքիան մեզանից անգամներ ուժեղ զինված ռազմական ուժեր ունի, Ադրբեջանը մեզանից ավելի ուժեղ ռազմական ուժ ունի եւ շարունակում է ավելացնել եւ մենք ցավոք սրտի չունենք քաղաքականություն, որպեսզի դա զսպենք այս պայդրությամբ։ Ավելի ճիշտ մեր այսօրվա կառավարությունը չի գնում այդ ճանապարհով, ինչը Հայաստանի համար ապագայում նոր վտանգներ է ծնում։ Եվ այս դասավորության մեջ ասել, թե աշխարհի համար չկա ալտերնատիվ տեղի ունեցող իրադարձություններին, կա։ Դա այն մեխանիզմների հաստատումն է, որով աշխարհը Եվրոպան մասնավորապես հնարավորություն ուներ 70 տարի խաղաղ զարգանալու։ Այստեղ այո եւ Տրամփն է ինչ որտեղ խոչընդոտ այդ ուղղությամբ գնալու եւ Սին այսօր նույնպես Սին Ցզինպինը գտնվում է վտանգի մեջ այս վերջի ձերբակալումները բարձր ռազմական վերնախավում Չինաստանի վկայում է ներքին ճգնաժամի մասին, թե արտաքնուց Չինաստանը անսասան կայսրություն է, բայց ներսում լուրջ խմարումներ են գնում։ Բոլորի համար կան ելքեր, հանրապետականների քաղաքականությունը ոչ թե խաղաղություններ հաստատելն է այսօր ԱՄՆ-ի, այլ ռազմաարդյունաբերական կոմպլեքսի համար մեծ պատվեր ստեղծելն է։ Դա էլ պայմանավորված է ԱՄՆ-ում տնտեսական խնդիրներով որոշակի եւ շահերով։ Եվ այստեղ ներքինը եւ արտաքինը փոխկապակցվում են աշխարհի համար կարևոր են կոնգրեսում ընտրությունները այս տարի, հնարավոր կդառնա զսպել հանրապետականներին թե ոչ, կախված է դրանից։ Կան process-ներ, որոնք որ կրկին ասում եմ, անկախ նրանից թե ով ինչ դերակատարություն ունի, ես գտնում եմ, որ հանրապետականների այսօրվա թիմը վարչակազմը Տրամփի դեստրուկտիվ դեր են խաղում, իրենք չեն տանում աշխարհը ավելի անվտանգ տեղ, մեր մոլորակը ավելի անվտանգ տեղ դարձնելու ուղղությամբ, այլ փորձում են խնդիրների վրա, այսպես ասած, բիզնես անել ու չեն էլ թաքցնում, որ դա է իրենց ցանկությունը։ Բայց մեծ հաշվով, այո, Իրանում հանգուցալուծումը հանրության եւ
իշխանության կոնֆլիկտի աշխարհի համար այդ կոնտեքստում մեծ նշանակություն ունի։ Իհարկե Պուտինի հեռացումը երկրորդ կարևոր ծրագրային քայլն է, որից կախված է մեր բոլորիս ապագան, եւ երրորդը այդ Հյուսիսային Կորեայի անիմաստ եւ անպետք ռեժիմի հեռացումը։ Այս երեք փոփոխությունները համադրությամբ այն նոր անվտանգության եւ համագործակցության ճարտարապետությունը, որը որ երաշխավորում է ժողովուրդներին եւ պետություններին, որ կարիք չկա զինվելու եւ կարելի է սպառազինությունները, սովորական սպառազինությունները որոշակի բավարար մակարդակի վրա պահել եւ ուժերը ուղղել, սոցիալական եւ տնտեսական ձեռքբերումների վրա այդ ամեն ինչի մեջ ենք մենք հիմա ապրում եւ կախված թե ինչպես են քաղաքական ուժերը այսպես ասած դասավորվում, կախված կլինի եւ մեզ համար շարունակությունը։ Մեր ընտրությունները այս տարի նույնպես դա այն թիթեռի փոքր թեւի շարժումն է, որը որ կարող է ունենալ ազդեցություն։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Անդրեաս Ղուկասյանին։